մենք հասել ենք ամենակարևոր փուլին, իհարկե բոլոր փուլերն եւ բաղադրիչներն կարևոր էին էներգետիկ խաղերի, բայց հիմա լինելու են ներկայացումները կապված ձեր կողմից արված աշխատանքի հետ։ Հիշեցնեմ եւ ժյուրիին ներկայացնեմ, որ երիտասարդները թիմերով իրենք ընտրել են որոշակի օբյեկտ, խնդիրը դրված էր այնպես, կարող են ընտրեն բնակարան, հանրային շենք, առանձնատուն, իրականացնեին էներգետիկ զննում, լրացնելով երիտասարդ էներգետիկ աուդիտորի մատյանը, այնուհետև դրա հիման վրա կազմեն ներկայացում ու ներկայացնեն իրենց առաջարկները, ինչ բաղադրիչներից էր բաղկացած, իրականացնում էր գնահատում, տեխնիկական վիճակի, էներգասպառման, էներգաօգտագործման, դրա հիման վրա վերլուծություն էր կատարվում, առաջարկվում էին լուծումներ, պետք է հաշվարկվեր էներգախնայողությունը, տնտեսումները եւ նաեւ պետք էր գնահատել, թե ինչ արժեն այդ լուծումները, արդյոք ծախսը արդյունավետ են թե ոչ։ Խնդիր կար դրված, որ ներկայացնեն, եթե ունենան քիչ ֆինանսական միջոցներ, ինչ առաջնահերթ քայլեր կանեն, միջին չափի միջոցներ, ինչ առաջնահերթ քայլեր կանեն, եւ եթե ունենան մեծ հնարավորություն գումարային, ինչ միջոցառումներ ու փոփոխություններ կանեն, հիմնվելով այդ էներգետիկ գնահատումների վրա։ Բոլոր ծրագրերի ներկայացման համար յուրաքանչյուր թիմին տրվում է 10 րոպե, 5 րոպե տրվում է հարց ու պատասխանին։ Այնուհետև, եթե մնա ժամանակ, կարող ենք նաև լրացուցիչ նյութեր տեսնել։ Մեր ծրագրերը հիմնականում գնահատվում են հետևյալ չափորոշիչներով, աուդիտի տվյալներ, խնդիրների վերլուծություն, լուծումների հիմնավոր լինելը, իրատեսականությունը եւ ազդեցությունը, ներկայացման հմտությունները, հարցերի եւ թիմային մասնակցության բաղադրիչը նաեւ չափորոշիչով։ Այդքանը եւ վիճակահանությամբ մեզ մոտ առաջինը ներկայացնում է Վիտա թիմը, խնդրեմ համեցեք ձեզ հաջողություն, մի հուզվեք, չնայած հուզումն էլ է հետաքրքիր էմոցիա։ Նախ շնորհակալություն ենք հայտնում ուշադրության համար։ Մենք ներկայացնում ենք Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ Էվրիկա դպրոցը Վիտա թիմով։ Վիտան իտալերենից եւ լատիներենից թարգմանաբար նշանակում է կյանք, եւ մեր թիմի անդամներն են Մովսիսյան Հենրին, Սարուխանյան Լեյլին, Պապոյան Թելին, Մարկոսյան Անահիտը եւ Համբարձումյան Կարինան, ինչպես նաեւ մեր թիմի ղեկավար Արմինե Հովանիսյանը։ Մեր այսօրվա առաջնահերթ նպատակ մենք համարել ենք հենց մեր օբյեկտի, այսինքն բնակարանի էներգետիկ սպառումը ուսումնասիրելը եւ հենց խնդիրների նկատառումը եւ փորձել դրանց լուծել, այսինքն հենց էներգետիկ աուդիտ կատարելը։ Սկզբում մենք ցանկանում էինք վերցնել որպես հետազոտվող օբյեկտ մեր դպրոցի շենքը, սակայն այն գտնվում է վերանորոգման փուլում, այդ իսկ պատճառով որոշեցինք վերցնել մասնակիցներից մեկի բնակարանը։ Շենքը, որտեղ գտնվում է բնակարանը, կազմված է 9 հարկից, բնակարանը գտնվում է 8-րդ հարկում, շենքը կառուցվել է 1985 թվականին, իսկ բնակարանը վերջին անգամ վերանորոգվել է 2019 թվականին, ունի 87 մետր քառակուսի մակերես, որոնցից ջրուցվում է միայն 81-ը։ Նաև իրականացրել ենք որոշակի հետազոտություն Google հարթակում եւ պարզել ենք, որ ընդհանուր էներգասպառումը Հայաստանում կազմում է ջերմային էներգիան 35%, 28% ընկնում է էլեկտրաէներգիան եւ ցավոք սրտի 15%-ը ընկնում է էներգիայի կորստին, որն էլ փաստարկում է, որ պետք է բարելավել էներգաարդյունավետությունը, ինչպես նաեւ նշենք, որ վերլուծել ենք վերջին 12 ամիսների տվյալները էներգետիկ աուդիտը վերցրել ենք բնակարանը, նաև նշեմ, որ վերցրել ենք էներգիածախսը, էլեկտրաէներգիայի ծախսը եւ բնական գազի ծախսը եւ ներկայացրել ենք գրաֆիկի տեսքով։
Ինչպես նաև նշեմ, որ բացահայտել ենք մի շարք խնդիրներ, դրանցից ներկայացնենք 3-ը, որ վոլֆրամային լամպերը էներգաարդյունավետ չեն եւ իհարկե նաև նշենք, որ պատուհանի ներքևում են գտնվում ջեռուցման կաթսան եւ այլ որոշակի ջեռուցիչ կաթսաները, նաև նշեմ սառնարանը, որը շուրջօրյա ռեժիմով է աշխատում, ինչպես նաև նշենք լուծումները, ինչպես կարող եք լուծել այս հարցերը, հիմնախնդիրները, առաջնային հիմնախնդիրները համարվում են LED լամպերի փոխարինումը, այսինքն վոլֆրամային լամպերը փոխարինենք LED լամպերով եւ երկրորդը բարելավենք ջերմամեկուսացումը եւ ճեղքերի փակումը։ Այժմ ներկայացնենք, թե տարբեր գումարային սահմաններում ինչպես կարող են գտնել լուծումներ 100,000 դրամի սահմանում, 100,000 դրամի սահմանում կարող ենք փոխարինել բոլոր լամպերը LED լամպերով, որոնք խնայում են էներգիայի 60-ից 80%-ը, հաջորդիվ պաշտպանությունը դռների և պատուհանների, ինչպես նաև խելացի վարդակներ, որոնք անջատում են սպասման ռեժիմում գտնվող սարքավորումները։ 1 միլիոն դրամի սահմանում մենք առաջնային կկատարենք խողովակների ջերմամեկուսացում, տաք ջրի, ինչպես նաև ջեռուցման համակարգերում։ Նաև կկատարենք խելացի կլիմայի կառավարում, ինչպես նաև պատուհանների փոխարինում, իհարկե մասնակի պատուհանների փոխարինում եռաշերտ պատուհաններով, 10 միլիոն դրամի սահմաններում նախ եւ առաջ կիրականացնենք արևային պանելների տեղադրում, որոնք խնայում են էլեկտրոէներգիայի 50-ից 100%-ը, ինչպես նաև ջերմային պոմպ, որը կարող է ամբողջությամբ փոխարինել ջեռուցմանը, ֆասադի համալիրի ջերմակարգավորում եւ ջերմակարգավորման հիման վրա ընկած օդափոխություն, ինչպես նաև բոլոր պատուհանների փոխարինում ավելի արդյունավետ մոդելներով, այս ամենը մեզ կտան շատ կարևոր փոփոխություններ, առաջինը, որ ունենանք վերականգնվող եւ մաքուր էներգիա, երկրորդը կպաշտպանենք մեր շրջակա միջավայրը, ինչպես նաև Իրականացնելով այս ամենը, իրականացնելով բնակարանի էներգետիկ աուդիտը, լրացնելով երիտասարդ աուդիտորի տետերը եւ վերլուծելով տվյալները, մենք հասկացանք, որ էներգիայի նույնիսկ չնչին կորուստը վնաս է հասցնում եւ մեզ եւ բնությանը։ Քիչ էներգիա օգտագործելով մենք նվազեցնում ենք հանածով վառելիքի այրումը, ինչը ուղղակիորեն կրճատում է օդի աղտոտվածությունը եւ ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ, կանխելով գլոբալ տաքացումը։ Ինչպես նաև LED լամպերը, նման երկարակյաց տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նվազեցնել ջերմոցային էֆեկտներին նպաստող թափոնների կուտակումը շրջակա միջավայրում եւ փոխելով մեր մոտեցումը մենք ոչ միայն հոգ ենք տանում մեր մոլորակի մասին, այլ նաեւ հոգ ենք տանում մեր ապագայի մասին եւ ցանկալի է որ բոլորս էլ լինենք այդ փոփոխության մի մասնիկը։ Շնորհակալություն։ Սիրով պատրաստ ենք լսել ձեր հարցերը։ Եթե խնդրեմ կգնաք խնդիրներ սլայդին։ Ահա, այստեղ նշեցիք ձեր բացահայտած խնդիրները ու մեջտեղում նշել եք տեղադրված են պատուհանների տակ։ Եթե իմ գիտելիքը ինձ չի դավաճանում, ամենաճիշտ տեղը ջեռուցման ռադիատորների տեղադրելու բնակարաններում դա պատուհանների տակ է, որպեսզի առաջնային ներթափանցող սառը օդը կանխի։ Որտեղ եք խնդիրը այստեղ տեսել։ Այստեղ մեր պատուհանների որակն էլ այդքան էլ լավ չի ու որոշակի հենց օդի ներսից դուրս արտահոսքել կա ու երբ որ ջերմությունը անմիջապես ներքևից տաքանալով բարձրանում է դեպի վերև, չի հասցնում տունը ամբողջությամբ տաքանալ ու հենց տաք օդը միանգամից դուրս է գալիս։ Հիմնական խնդիրը հենց այդ հատվածում էր։ Ու պատերի ճեղքերում նաև։ Դե տեսեք, այստեղ ոչ թե սա պետքա դիտարկենք խնդիր, որ ջեռուցման
ռադիատորները սխալ տեղ են տեղադրված, այլ խնդիր ունենք պատուհանների ճեղքերի հպացման, հերմետիկացման եւ այլնի մասով։ Առհասարակ սա չի դիտվում խնդիր որպես այդպեսին։ Խնդիրը վերևում է, թե ինչ պատուհաններ ունենք, բայց տեղադրման վայրի հետ կապված սա չի դիտարկվում խնդիր։ Դա Շնորհակալություն նկատառման համար։ Շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար, բայց միած sense հարցը խնդիրների լուծման մեջ գրել եք տանիքի ինչ ջերմամեկուսացում, հա, ինչ տանիքի նկատի ունեք, որովհետև եթե չեմ սխալվում, նշեցիք, որ հարկում էր բնակարան 8-րդ, ինչպես եք պատկերացնում այդ տանիքի ջերմամեկուսացումը ընդհանրապես։ Հենց բնակարանի վերևի հարկում բնակիչներ չկան։ 9-րդ հարկում հենց բնակեցված չէ ու հենց այնտեղ ջեռուցում էլ չկա ու անմիջապես կարող ենք այստեղից կապել, որ հիմնականում հենց 8-րդ հարկը այս դեպքում կարող ենք դիտել որպես վերջին հարկ, քանի որ հենց վերևի բնակարանն էլ ինքը ջեռուցման հետ խնդիրներ ունի ու դրանից վերևել արդեն հենց ամենավերջին հարկում ջեռուցում չկա։ Տանիքի ինչպես մեր առաստաղի, այնպես էլ հենց շենքի վերջի հարկի տանիքը կահավորելով, ոնց որ մեր խնդիրը ավելի լուծված կլինի։ Շնորհակալություն։ Ինքն եք շնորհակալ։ Դե երկու հատ կոր եք ներկայացրել ծախսերը էներգիայի եւ էլեկտրաէներգիայի սկզբից։ Գազ էլեկտրաէներգիա։ Կարող եք բացատրել ձմռան ամիսներին էլեկտրաէներգիայի ավելցուկը ինչ է կապված։ Քանի որ ջերմեջանը հիմնականում դրսում ավելի ցածր է լինում եւ բացի դրանից հենց ջեռուցումը տանը ավելի բարձրանում են հենց ձմռան եղանակներին, քանի որ ամառը դրսում տաք է, հենց տարբերությունը շատ խիստ տարբերություն կա եւ ամառը ավելի քիչ են օգտագործվում, քան ձմռանը։ Էլեկտրական էներգիայի սպառումը ձմռան ամիսներին ինչու ավել։ Էլեկտրաէներգիայի Քանի որ ջեռուցումը իրականացնում է բնական գազով, այդ ենթադրվում էր, որ պետք է էլեկտրաէներգիան շատ մեծ տատանում չտար։ Հիմնականում մեր Կներեք ջեռուցումը լոկալ կացայով է իրականացվում գազի կացայով, չէ՞, ճիշտ հասկացա նկարներից ռադիատոր կարտերը։ Դե մոտ 50% ավելացել է էլեկտրական էներգիայի ծախսը 7000-ից դառել է 11000, չէ՞։ դրամ Հա, դրամ։ Լավ, լուսավորության վրա է հիմնականում։ Բայց այդտեղ էլ հետաքրքիր դինամիկա ունի, Դե 0-ից փնաշեն։ դեկտեմբեր իջել է։ Էլեկտրաէներգիայի ծախսի կապված տատանումները կապված են այդ, որ ամառվա տաք ամիսներին ավելի ճիշտ բնակիչները ավելի շուտ են տնից դուրս գալիս, ավելի քիչ են տանը գտնվում, այդ իսկ պատճառով ավելի քիչ էլեկտրաէներգիա օգտագործում, իսկ ձմռան ամիսներին, քանի որ դուրսը ձմեռ է, ավելի շատ են տանը անցկացնում եւ էլեկտրաէներգիան հետեւաբար ավելի մեծ է ծախսը։ Լավ։ Մի լրացում կամ հուշում, հա, հետո դուք կպատասխանեք։ Ինչ Մի րոպե մնաց։ Կարճ, հա, հնարավոր է այստեղ ջեռուցման սկզբի ամիսներին չի օգտագործվում գազի կացան, հա, ջեռուցման համար, այլ փոքր հոսանքի պլիտաներով եք տաքացնում։ Կարա տենց դեպք լինի, թե բացառապես ջեռուցում իրականացվել է ջեռուցման գազի ջեռուցման կացայով։ Եթե շատ խստաշունչ ձմեռ է, ապա նաև օգտագործվում են փոքր, այսպես ասած, պլիտա սարքավորումներ, իսկ եթե նորմալ պայմաններ են, ապա միայն գազի կացը։ Մեր ժամանակը հերիքում է, իսկ լրացուցիչ աշխատանքի մասին մի քիչ խոսենք, թե վեր։ Հենց 10 վայրկյանից պատմում է ժամանակ։ Այդ ապրակես։ Այդտեղ ուղղակի մի բան ավելացնեմ, որ կանաչ գույնը, հա, հենց մեր շենքն է, փորձել ենք արևային պանելի փոքր մոդել ստեղծել ու այդտեղ հենց մեր բնակարանի տեղում կանաչ գույնով է ներկված, քանի որ հենց կանաչ քաղաքի, կանաչ շինարարության խորհուրդն ունի, որ այդ բնակարանում էկոլոգիապես մաքուր արևային էներգիա ստանալով հենց լույս է վառվում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հաջորդ թիմը ոնց էր անունը, էլեկտրա, չէ, էլեկտրան, Էվրիկա։
Ecolution։ Այսինքն էկոլոգիա, solution, Բարև ձեզ, մեր թիմի անունն է Ecolution։ Մեր թիմի մասնակիցներն են Մելիքյան Սոֆիա, Պողոսյան Անի, Դիլբարյան Նարե, Սահակյան Նարե եւ Բեկշանյան Հասմիկ։ Էներգետիկ աուդիտ իրականացնելու համար մենք հաշվի առնելով, որ ժամանակը կարճ էր, ավելի նպատակահարմար գտանք որպես օբյեկտ օգտագործել ավելի փոքր առանձնատուն, որը կառուցվել էր ավտոտնակի կամ ներկայումս արդեն որպես նկուղ ծառայող տարածքի վրա ու հենց ժամանակի սղության պատճառով այդտեղ իրականացրեցինք էներգետիկ աուդիտը ավելի օպտիմալ համարելով հենց այդ փոքր տարածքը։ Սույն աշխատանքի շրջաններում իրականացվել է 87,043 մետր քառակուսի ընդհանուր բնակելի մակերեսով, 57,43 քառակուսի առանձնատան մակերեսով էներգետիկ աուդիտ, ուսումնասիրվել են ջեռուցման և լուսավորման համակարգերը, շենքում առկա են բնական գազ և էլեկտրաէներգիա և բնական գազ ընդհանուր Էներգիայի հիմնական սպառումը կապված է ջեռուցման համակարգի և կենցաղային սարքավորումների աշխատանքի հետ։ Վերջին 12 ամիսների ընթացքում էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառումը կազմել է 1258 կիլովատ-ժամ, բնական գազի սպառումը կազմել է 113 մետր խորանարդ։ Արդյունքը ցույց է տալիս, որ էլեկտրաէներգիայի աճը կապված է ջեռուցման սեզոնի հետ։ Միտքս կշարունակի Անին։ Շենքի տեխնիկական վիճակը ընդհանուր առմամբ լավ է, պատուհանները և դռները փոխված են, լավ վիճակում են, օդի ներթափանցում կամ ջերմության արտահոսք չունենք, պատերը հաստացված են 5 սանտիմետրով, 5 սանտիմետրով, տանիքը նույնպես վերանորոգված է, մեր հիմնական խնդիրը, որ ջերմամեկուսացում չունի, դա հատակը և նկուղային հարկն է, քանի որ նկուղը խոնավ է և սառ է, իսկ այդ սառնությունն ու խոնավությունը բարձրանում են դեպի վեր, բնակելի հատվածներ, օդի ներթափանցումը դռների և պատուհանների միջոցով չի կատարվում, այսինքն չունենք ջերմության կորուստ, Չնայած արտաքին լավ վիճակին, շենքում ջերմային կորուստներ չկան, հիմնական մեր ամենամեծ խնդիրը հատակի ջերմամեկուսացում չունենալն է, լուսավորության համակարգերում օգտագործել ենք LED լամպեր և կոմպակտ լամպեր, LED լամպերը կազմում են մոտ 60%-ը, իսկ կոմպակտ լամպերը 40%-ը, կենցաղային սարքավորումներից առկա են սառնարան, հեռուստացույց, լվացքի մեքենա և այլ և էլեկտրական տաքացուցիչներ, սառնարանը աշխատում է շուրջօրյա, հեռուստացույցը միացվում է 6-ից 8 ժամ օրվա մեջ, լվացքի մեքենան շաբաթական օգտագործվում է 1-ից 2 անգամ, հիմնական մեր մոտ էլեկտրականության այդ ծախսերը, սպառումը շատ է ձմռան ամիսներին, քանի որ շուտ է մթնում ու այդ ժամանակ արդեն լույսերն են շատ գնում, նաև հին հեռուստացույցի առկայությունը, հին հեռուստացույցի ինքնիրենով ավելի շատ է ծախսում ու
անարդյունավետ է իր օգտագործումը։ Ջեռուցման համակարգը կայուն չի, այսինքն կայուն ջեռուցում չունենք, ջեռուցվում է պլիտաների միջոցով, ձմռան ամիսներին որոշակի սենյակների ավելի սառը լինելու արդյունքում երբեմն չի բավականացնում ջեռուցումը ու ավելի շատ է միացվում, որ տաք լինի։ Խոսքս փոխանցեմ Սոֆիային։ Աուդիտի ընթացքում պարզվել է, որ մեր հիմնական խնդիրները կապված են հատակի եւ նկուղի ջերմամեկուսացված չլինելու, ինչպես նաեւ ջեռուցման ոչ արդյունավետ կառավարման հետ։ Միևնույն ժամանակ տան մեջ գտնվող էլեկտրական սարքավորումների մեծ մասը հանդիսանում է ոչ այդքան էլեկտրաարդյունավետ, ինչը նույնպես ազդում է ընդհանուր էներգիայի սպառման վրա։ Բարելավման հիմնական ուղղություններն են հատակի եւ նկուղի ջերմամեկուսացումը, ինչպես նաեւ հին սարքավորումների փոխարինողը ավելի նոր եւ էներգախնայող սարքավորումներով։ Այս միջոցառումները հնարավորություն կտան նվազեցնել էներգիայի ընդհանուր սպառումը եւ բարձրացնել բնակելի հարմարավետությունը։ Էներգետիկ աուդիտի արդյունքների համաձայն աուդիտի եւ հաշվարկների համաձայն ջերմային կորուստների մոտ 25%-ը բաժին է ընկնում հատակին, որը բնակելի հարկի տակ գտնվում է ջեռուցվող նկուղը։ Այդ պատճառով առաջնահերթ միջոցառում է համարվում նկուղը եւ հատակը ջերմամեկուսացնել, ինչը թույլ կտա զգալիորեն նվազեցնել ջեռուցման համար պահանջվող էներգիան եւ բարձրացնել բնակչության հարմարավետությունը, միտքս կշարունակի նայել։ Տան դիրքը եւ տանիքը հարմարավետ են տեղադրելու արևային վահանակներ կամ ջրատաքացուցիչներ, ապագայում նրանք կնպաստեն ունենալ տաք ջուր եւ անվճար հոսանք։ Քանի որ բնակիչը թոշակառու է, նա չի կարող լիովին հոգալ այդ ծախսերը եւ այդ դեպքում խնդիրը լուծելու համար դիմելու ենք աջակցման ծրագրերին։ Որպեսզի նվազեցնենք ծախսերը, խորհուրդ է տրվում կատարել այս գործողությունները։ Տան հին տեխնիկան փոխարինել նորով, քանի որ օրինակի համար հին մոդելի հեռուստացույցները տանում են մեծ քանակությամբ հոսանք։ Ջերմամեկուսացում, որպեսզի տան հատակը տաքացնելու համար արդյունքում ծախսվելու է 120,000 դրամ, 60,000 դրամը նյութերը, 80,000 դրամը աշխատանքը։ Արդյունքում մենք տարեկան կխնայենք 150 կիլովատժամ հոսանք եւ հաշվի առնելով թոշակառուի արտոնությունները դա կկազմի 5,000 դրամի խնայում տարեկան։ Հին հեռուստացույցի փոխարինում նաև կարելի է իրականացնել ավելի քիչ դրամական ծախսերով, մոտ 50,000 դրամով, սա կխնայի տարեկան 150 կիլովատժամ էներգիա, ինչը դրամական արտահայտությամբ կազմում է 4500-ից 5000 դրամ։ Ավելի նպատակահարմար է իրականացնել արևային համակարգերի տեղադրում, որը ավելի մեծ ծախսերի հետ է կապված, շուրջ 1.5 միլիոն դրամ, սակայն սա հնարավոր չէ իրականացնել միայն թոշակառուի ֆինանսական միջոցներով, նաև հավելեմ, որ պատերի արտաքին ջերմամեկուսացումը եւ տանիքի մեկուսացումը իրականացվել են էներգախնայողության հիմնադրամի աջակցությամբ։ Ջերմամեկուսացումը շատ մեծ առաջընթաց կարող է հանգեցնել էներգախնայողության համար եւ նաեւ մեծ առաջընթացի կարող է բերել հեռուստացույցի փոխարինումը, որը կարող է իր հետ գնումը շատ կարճ ժամանակներում վերականգնել ու հիմնական 3 խնդիրները, որոնք նկատվել են այս առանձնատանը, դա տանիքի կամ
նկուղի տանիքի կամ հենց այդ առանձնատան հատակի թույլ ջերմամեկուսացումն է, էներգախնայողության եւ ջեռուցման սարքերի ոչ ճիշտ կառավարումը, այսինքն դրանք կառավարվում են ձեռքով եւ նաեւ ոչ արդյունավետ սարքերի արկայությունը, առավել իրատեսական եղանակ է համարվում սրանցից հենց հատակի ջերմամեկուսացում իրականացնելը, քանի որ համեմատաբար քիչ ֆինանսական միջոցներ է պահանջում եւ հետգնումը ավելի կարճ ժամանակներում կարող է տեղի ունենալ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ես հարց չէ, բայց որ դպրոցն եք ներկայացնում։ Դպրոց չենք ներկայացնում տարբեր տեղերից։ Ուղղակի խումբ է։ Որ խնդրեմ կգնաք ծախսերը։ Չէ, էլեկտրաէներգիայի եւ գազի առաջի, երկրորդ, երրորդ սլայդներն էր կարծեմ։ Ահա, մի հատ առաջ գնացեք, շատ լավ։ Տեսեք, ստեղ նշում եք տարեկան էլեկտրաէներգիայի սպառում 1258 կիլովատ ժամ եւ նշեցիք, որ էլեկտրաէներգիայով է ջեռուցվում բնակարանը։ Եվ եթե սխալ չեմ հիշում, 80 քանի քառակուսի էր, հա, բնակարանը։ Նկուղը հետը վերցրած 83, իսկ բնակելի տարածքը 54 մոտավորապես։ Հա, բնակելի տարածքը 54 էր։ Լավ։ Նաև թոշակառուն օգտվում է ֆինանսական սոցիալական ապահովագրության ծրագրերից, այդ իսկ պատճառով էլեկտրաէներգիայի եւ գազի սպառման ծախսերը ավելի քիչ են։ Հասկացա։ Գազի ծախսը ինչի՞ համար է։ 10-ից մեկը փորոնակ, Գազի ծախսը պայմանավորված է գազով այդ ջրատաքացուցիչի հիման վրա։ Հա, տաք ջուրը հենց այդ ջրատաքացուցիչներով է։ Ծննդի պատրաստում, տաք ջրի պատրաստում, հա, մնացած ջեռուցումը ամբողջը էլեկտրական հոսանքով, հա։ Ոնց է կարծում, ջեռուցումը եթե գազով իրականացնեք ավելի լավ չի լինի, թե չկա տենց չեք մտածել, չեք դիտարկել, չեք քննարկել։ Գազով իրականացնելը ավելի նպատակահարմար կլինի, սակայն այստեղ դժվարությունը առաջացնում այն, որ առաստաղը հենց տան ներսի կողմից պենոպլեքսի շերտով է ծածկված ու դա արդեն վտանգ կարող է առաջացնի։ Նաև Նաև լրացուցիչ աշխատանք ունենք։ Դուք 2 րոպե ժամանակ ունեք, եթե ժյուրին թույլ կտա։ Ոնց չեք սրա հետ չի, հա, առանձին ենք ուղարկել են։ Առանձին ենք ուղարկել։ Այդ դեպքում գիտեք, բոլոր խմբերը թող ելույթ ունենան, հետո տեսնենք, եթե ժամանակ կա։ Եթե այսքանը շնորհակալություն։ Ողջույն բոլորին, հուսով եմ լավ եք, այսօր բոլորս միասին շատ հագեցած ու գիտելիքաշատ օր ենք ունեցել։ Մենք ներկայացնում ենք Էվրիկա թիմը, կփորձենք ավելի ինտերակտիվ ձևով մեր կատարված աշխատանքը ներկայացնել, քանի որ գիտեմ բոլորս է հոգնած ենք, կփորձենք մեր կատարած մեծ ծավալի աշխատանքը կարճ ժամանակում ներկայացնել։ Ներկայացնեմ մեր թիմի անդամներին։ Մենք խումբը կազմելուց փորձել ենք հնարավորինս ապահովել գենդերային հավասարությունը եւ թիմի ներառականությունը, քանի որ ի սկզբանե կարծիք կա, որ էներգետիկ թեմաները միայն տղաների համար են։ Մենք կոտրեցինք այդ կարծրատիպերը եւ մեր թիմում ներառեցինք նաեւ աղջիկների։ Թիմի անդամները Միլենա Արաքելյան, Լիկա Մարգարյան, ես Արեն Մելիքյանը, Արման Պապոյան եւ Վահագն Գրիգորյան։ Թիմի անդամները տարբեր բնույթի եւ տարբեր ոլորտներ են ներկայացնում, ունենք միջև արհեստական բանականության ոլորտի աշակերտներ եւ նույնիսկ մշակութային ոլորտից եւ համատեղելով մեր գիտելիքները ստացել ենք այս արդյունքը, որը կներկայացնենք ձեզ։
որպես օբյեկտ մենք ընտրել ենք ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության տարածքը, մի հատ կթերթես, որտեղ այստեղ գծապատկեր ներկայացված է տարածքի, ինչու մենք ընտրեցինք հենց այս տարածքը, ի սկզբանե առաջադրանքը սահմանված էր, որ մենք պետք է ընտրենք կամ դպրոցը կամ բնակարանը, բայց քանի որ մեր դպրոցը ներկայումս գտնվում էր վերանորոգման փուլում, հնարավորություն չկար բնակարանը դիտարկելու համար, մենք ընտրեցինք հանրային տարածք, հասարակական կազմակերպության տարածքը ու նաև ինչի համար է սա հատկապես կարևոր, քանի որ տարածքը ունենում է տարեկան 1000 եւ 1000-ից ավել շահառուներ եւ օգտագործողներ եւ հատկապես կարևոր է այս տարածքի դիտարկումը, նաև քանի որ դպրոցը, ինչպես նշեցի, գտնվում է վերանորոգման փուլում, ցանկանում ենք վերանորոգման ավարտից հետո սեփական նախաձեռնությամբ իրականացնել աուդիտ, ուրախ կլինենք, եթե ձեր աջակցությունը նաև ունենանք այդ փուլում, քանի որ աշխատանքը շատ հետաքրքիր է բոլորիս համար եւ առաջին անգամ էինք այս ոլորտում, կցանկանանք սեփական նախաձեռնությամբ նաև դիտարկել դպրոցի շենքը վերանորոգումից հետո եւ մեր առաջարկներն ներկայացնել տնօրինությանը։ Հիմա խոսքս փոխանցեմ Միլենային։ Շնորհակալություն։ Ես Միլենա Արաքելյանն եմ։ Կներկայացնեմ մեր կատարած հետազոտական աշխատանքի նպատակը եւ կատարած հիմնական գործողությունները մեր նպատակին հասնելու համար։ Մեր թիմի հետազոտության գլխավոր նպատակն էր իրականացնել ՀԿ կենտրոն գրասենյակի պարզ էներգետիկ գնահատումը, բացահայտել այն անարդյունավետ միջոցները, որոնք կարող են հանգեցնել էներգիայի ավելորդ եւ անտեղի կորուստների եւ առաջարկել հիմնավորված ու ժամանակակից լուծումներ։ Մենք ցանկանում ենք ոչ միայն նպաստել էներգիայի կորուստի նվազեցմանը, այլև ստեղծել ավելի լուսավոր, ավելի տաք եւ ավելի հարմարավետ աշխատանքային միջավայր թե գրասենյակի աշխատակիցների, թե հյուրերի համար։ Մեր նպատակին հասնելու համար մենք կատարել ենք մի քանի հիմնական գործողություններ, որոնցից առաջինն էր օբյեկտի ճանաչումը, գծագրումը, այնուհետև հավաքագրել ենք մեզ անհրաժեշտ տվյալները, տվյալների հիման վրա կատարել ենք համապատասխան հաշվարկները եւ այս բոլորի հիման վրա քննարկումների արդյունքում դուրս ենք բերել հիմնական խնդիրները եւ առաջարկել հնարավորինս ժամանակակից եւ հիմնավորված լուծումներ։ Ինչպես արդեն նշվեց, մենք իրականացրել ենք ՀԿ կենտրոնի էներգետիկ աուդիտը եւ արդեն այստեղ ներկայացված է հատակագիծը։ Կենտրոնը գտնվում է Վանաձոր քաղաքի Խորենացի 6-1 հասցեում։ Առաստաղի ընդհանուր տարածքը 95.7 քառակուսի մետր է, իսկ ջերուցվող տարածքը 90 քառակուսի մետր։ Առաստաղի բարձրությունը 2.9 մետր է եւ աշխատում է գրեթե ամեն օր, երկուշաբթի շաբաթ օրերին, աշխատանքային ժամերը 10-ից մինչեւ 5-ը եւ գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի առաջին հարկում եւ բնակելի շենքը կառուցվել է մոտ 1950-ականներին, իսկ վերջին հիմնական վերանորոգումը կատարվել է շուրջ 10 տարի առաջ։ Այստեղ մենք նաեւ դիտարկել ենք բոլոր կոմունալ վճարումները 2025 թվականի։ Այստեղ ներկայացված է, որ էլեկտրաէներգիայի ծախսը կազմել է 2552 կիլովատ-ժամ մեկ տարվա ընթացքում, որը մոտ 118632 ՀՀ դրամ է, եւ այն դեպքում, երբ դա աշխատանքային օֆիս է եւ 24 ժամ չի աշխատում, սա բավականին մեծ գումար է եւ իսկ գազի ծախսը եղել է 443 խորանարդ մետր մեկ տարվա ընթացքում, որը կազմել է 63627 ՀՀ դրամ։ Ավելացնեմ, որ այս տվյալները աշխատանքային տետրում ավելի մանրամասն նկարագրված են, թե հաշվարկը ինչպես է կատարվել եւ ինչպես են այս արդյունքները ստացվել։ Անցնենք առաջ։ Անարսավետության խորքային ուսումնասիրությունը առաջինը դա գազի կաթսայիթերի աշխատանքն է, որը ձմռանը լիարժեք չի տաքացնում եւ հանգեցնում է էլեկտրական տաքացուցիչների կիրառմանը, որը ի դեպ լրացուցիչ տարեկան կազմում է 662 կիլովատ-ժամ ծախս։ Օդափոխության բացակայությունը պատուհանների մեծ մասը չեն բացում, իսկ քանի որ օբյեկտը հասարակական կազմակերպություն է, օդի որակի վատթարացումը ազդում է հատկապես մարդաշատ դասընթացների ժամանակ, թողում է վատ ազդեցություն։ Լուսավորության ցածր մակարդակը մուգ գույնի պատեր, որոնք կլանում են լույսը, եւ շիկացման լամպի
եւ հին լուսամուտների արկայությունը պահեստային մասում։ Հաջորդը։ Հաջորդը անցնենք թիրախային միջամտություններին, առաջարկվող լուծումներին։ Առաջինը դա լուսավորության արդիականացումն է, այսինքն այն հին շիկացման լամպերը արդիականացնելու միակ մեթոդը նոր LED լամպեր դնելն է։ Այս շիկացման լամպերը շատ էներգիա են օգտագործում, սակայն քիչ լույս են ստանում դրանից եւ հիմնական պլյուսը կարա լինի, որ ցուրտ ժամանակ կարաք մոտիկ գնաք, մի քիչ տաքանաք։ Երկրորդ խնդիրը դա ջերմային կառավարումն է, գազի կաթսայի տեխնիկական սպասարկում եւ ճշգրիտ աշխատանքը, քանի որ ցուրտ եղանակներին շատ կարևոր է ջեռուցումը, որովհետեւ այդտեղ դասընթացներ են իրականանում եւ շատ մարդիկ դրա կարիքը զգում են։ Եվ երրորդը դա էներգաանկախությունն է, այսինքն արևային պանելների տեղադրումը, ինչի միջոցով կունենանք էֆեկտիվ էներգիայի աղբյուր եւ տարեկան ավելի քիչ ծախս։ Այստեղ ներկայացրել եք անկնկալվող արդյունքները եւ գրաֆիկների տեսքով եւ այնտեղ կատարեմ նաեւ հավելում, որ հիմնական խնդիրներից էր լուսավորության ցածր մակարդակը, ինչի պատճառ էր հանդիսանում նաեւ պատուհանի սենյակի միակ պատուհանի տեղադրված ոչ ճիշտ դիրքը, որի պատճառով բնական լույսը այդքան էլ չէր ներթափանցում սենյակ, իսկ ինչքան էլ որ ներթափանցում էր, կլանում են նաեւ մուգ գույնի պատերը։ Շատ լավ, իսկ հիմա անդրադառնանք բյուջեի կառավարմանը, թե ինչպես ենք ցանկանում լուծել հետևյալ խնդիրները բյուջեով։ Նախ սկսենք, որ մինչ դրամական միջոցներին անդրադառնալը, այս բոլոր խնդիրները նաև հնարավոր կլիներ լուծել 0 դրամով, որտեղ մեր կարծիքով բոլոր լուծումները սկսվում են գլխից։ Եվ ՀԿ կենտրոնը հենց այդ առումով հատկանշական էր, քանի որ հենց օրինակ ես իմ փորձով կիսվեմ, առաջի անգամ կլիմայի փոփոխությունների եւ հետեւյալ թեմաների շուրջ գիտելիքներ ստացեմ ՀԿ կենտրոնի գրասենյակից։ Եվ այս խնդիրների լուծումը նաեւ հնարավոր է լինում դասընթացների եւ երկխոսությունների միջոցով, երբ որ իհարկե պետք է խնդիրները լուծված լինեին միջև շենքի կառուցումը, ճիշտ պլանավորման եւ ճիշտ աուդիտի իրականացման շնորհիվ, բայց քանի որ խնդիրները առկա են, նաեւ շատ կարեւոր է այստեղ ճիշտ գիտելիքը եւ էներգիան ճիշտ կիրառելը։ Այժմ անդրադառնանք, թե ինչ լուծում ենք պատկերացնում 100,000 ՀՀ դրամի դեպքում, LED լամպի տեղադրում, կաթսայի սպասարկում, այսինքն կաթսան, քանի որ արդեն նշեցինք, որ վատեր աշխատում ու երկացման լարեր, խելացի վարդակներ։ LED լամպերը իրականում մենք արդեն աշխատանքային տետրում նշել ենք թվականակը, ունենք ընդամենը 1 շիկացվող լամպ եւ գիտենք, որ շիկացվող լամպի ծախսը կազմում է 4.1 դրամ 1 ժամվա համար, բայց կան ավելի արդյունավետ լամպեր, որոնք ծախսում են 0.99 դրամ 1 ժամվա համար։ Եվ որոնք ավելի երկար են ծառայում, մոտ 3000 ժամ, իսկ շիկացվող լամպերը ծառայում են միայն 1000 ժամ։ Եվ այդպիսով մենք մի լամպի փոխումը ընդամենը կնպաստի մինչև տարեկան 80%-ի հաշվարկներ ներկայացված են, մինչև 80%-ի գումարի մենք եկամուտ ենք ունենում ընդամենը մեկ լամպի փոխելու արդյունքում։ Այստեղ նաև կաթսայի սպասարկում, որը արդեն հետևաբար քանի որ կաթսան վատ էր աշխատում, կամ կփոխարինվի, կամ ուղղակի կվերանորոգվի, եթե կարիք կա, որը նույնպես իր հերթին կկրճատի ծախսերը։ 1 միլիոն ՀՀ դրամի դեպքում սա արդեն բավականին մեծ գումար է նշված խնդիրները լուծելու համար, բացի 100,000 դրամի փաթեթից մենք կավելացնենք նաև պատերի բաց գույնով ներկելը, թվում է թե փոքր քայլ է, բայց մեծ խնդիրները հենց լուծվում են փոքր քայլերից։ Եվ ընդհանրապես պատերի բաց գույնի ներկումը կանդրադառնի լույսը եւ կլուծվի լուսավորության խնդիրը, քանի որ շենքը արև կողք չէ, ժամանակն է արագ վերջաց։ Ավարտա միտքս ու քանի որ շենքը արև կողք չէ եւ ունենք այդ խնդիրը, պատուհանների խնդիրը կլուծվի, քանի որ պահեստային մասում հատկապես պատուհանները հին պատուհաններ են եւ օդ է փչում այդտեղից, ինչը հանգեցնում է նաեւ ձմռան եղանակներին, որ ավելի ցուրտ է լինում, հետեւաբար ավելի շատ է էներգիա եւ գազ սպառվում եւ 10 միլիոնի դեպքում կավելացնենք այս լուծումներին միայն շենքի տանիքին արևային կայանի տեղադրումը, նաեւ այստեղ կավելացնենք կուտակիչներ, քանի որ Վանաձորը այդքան է արևային քաղաք չէ, այլ որ արևոտ եղանակներին ստացված էներգիան կարողանանք պահել եւ հետագայում օգտագործել նաեւ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ժյուրիին 4 րոպե մնացա հարցերի համար։ Կարող եք
Լամպերի քանակայնումներն ինչքան էր։ Մենք ունենք ընդհանուր 7 լամպ, ամեն սենյակում 3, մի հատ գծագրի էջը կբացես արագ, ամեն սենյակում 3 լամպ, 3-ը լայտ են, բայց միայն սանհանգույցի լամպը պահեստում չունենք ընդհանրապես լամպ, արևային լուսավորության։ Այսինքն դուք փոխարինում եք ընդհանրապես մեկ շիկացման թելիկով լամպ։ Այո։ Ու դրա հիման վրա դուք էներգա խնայողություն եք ունենում։ Քանի որ թվերով են ներկայացրեցի, մեկ շիկացվող լամպը 4 Այսինքն դուք տոկոսով մեծ տոկոս եք ստանում, բայց արդյունքում կիլովատ ժամով ինչին է ստացվում արդյունքում։ Քանի որ մեկ լամպ եք փոխարինել։ Հա, մեկ լամպը, նույնիսկ մեկ լամպ փոխեց, դա ենք հենց ուզում ցույց տալ, որ ընդամենը մեկ լամպ։ Ես հետ եմ ասում, տոկոսայինը մեծ է, բայց իրական քանի կիլովատը փոքր է։ Լամպը համ քիչ օգտագործում, համ շատ արդյունավետ է։ Եթե սխալ չեմ, գիտեմ որտեղ է այս շենքը, եղել եմ այս շենքում, խոսքը առաջին հարկի շենքի մասին էր։ Անցել եք դասընթաց, լսել եք էներգաարդյունավետություն, էներգախնայողություն, բայց ձեր աուդիտի փուլում բացարձակ չլսեցի խոսք հատակից կորուստների, սառը հատակի, ինչ որ ջերմամեկուսացման լուծումների մասին։ Այդ կուզեի հասկանալ ինչի չեք դիտարկել ու ինչի եք առավելություն տվել օրինակ արևային պանելի տեղադրմանը, քան նախ եւ առաջ ներկայիս էներգետիկ ծախսերը կրճատելուն միտված գործողություններին։ Այդ խնդիրը իրականում դիտարկել էինք եւ աշխատանքային տետրում ունենք դրա մասին դիտարկում, որ հատլակը խոնավ էր, որտեղից էլի էներգիայի կորուստ էինք ունենում, ուղղակի ժամանակի կարճության եւ սղության պատճառով նպատակահարմար չէինք այդ ստայտում նույնպես ներկայացնել, բայց աշխատանքային տետրում անդրադարձել ենք դրան։ Եթե կարելի է ես մեկ բան ավելացնեմ, այդ օգուտ ստացած փողերի միջոցով, որոնք որ կխնայենք, ինձ թվում է այդ հարցերը եւս կհոգան այդ հարցերի մասին եւ կլուծվի այդ սառը հատակի, խոնավ հատակի հարցը։ Հատակը, քանի որ վերջին վերանորոգումը 10 տարի առաջ էր կատարվել, իհարկե ջերմամեկուսացում եւ այլն ինչ որ հատուկ ուշադրություն չի դարձել, բայց այնուամենայնիվ այս բանի կայ ավելի առաջնահերթություն, օրինակ հենց նկարներ կա, եթե կարող եմ ցուցադրել, որ պահեստի մասի ամբողջ պատուհանները բաց հատված կա, ճեղքեր ունեն, որ պատի հետ կապված ու օդ է փչում եւ ծմրան ամիսներին ինչը հանգեցնում է, որ հենց տվյալներն էլ դա այն փաստում, որ ծմրան ամիսներին աճում է էներգիայի ծախսը։ Ջերմության համակարգի մասին ասեցիք, որ թերի է։ Ինչն է թերի, կաթսան օրինակ, ինչ կաթսան է, ինչի՞ չեք նկարել կաթսան, ինչքան է մարդկոցների թիվը, սեկցիաների թիվը, միգուցե սեկցիաների քանակն է անբավարար։ Սեկցիանը կաթսայի արդյունավետությունն է ցածր։ Ինչի հատակագծի վրա կարելի է նշել, ասեք։ Կաթսան սեկցիա լամպերը նկարները եթե դնեիք, ավելի պատկերավոր կլինի։ Ջերմության իմ հարցը հետևելն է, ջերմության համակարգի թերությունը որոնք է եւ ինչպես եք պատկերացնում դա ուրեմն շտկի։ Կաթսայի թերի աշխատանքն է, նաեւ սեկցիաներ ունենք միայն սենյակ 2-ում, սենյակ 1-ում եւ պահեստային հատվածում չունենք, բայց սենյակ 1-ը նույնպես օգտագործվում է, սակայն այդտեղ արդեն օգտագործվում են էլեկտրական տաքացուցիչներ ու նաեւ այդ խնդիրը փաստել նաեւ օֆիսի աշխատողներ, որ ծմրան ամիսներին լավ չի աշխատում կաթսան եւ թերի է տաքացնում, ու այդ խնդիրը դեռ երկար ժամանակից կա, ինչն է հանգեցնում է արդեն ծախսի մեծացմանը, քանի որ թերի է տաքացում, հետեւաբար ավելի շատ են փորձում ջերմաստիճանը բարձրացնել, սակայն խնդիրը շարունակում է չլուծված մնալ։ Անընդհատ կաթսայի ճնշումը իջնում է, դա պետք է նորից կան ճնշումը բարձրացնեն, ավել ջուր է կուտակվում, էլի հանում են ու այդպիսի հարց է առաջանում, դրա համար ավել լավ կլիներ կամ վերանորոգեն կաթսան, կամ էլ փոխարինեն։ Մեր ժամանակ ավարտվեց, դուք տեղավորվեցիք, ծափահարեն։ Կրկին ողջունում եմ հարգելի ժյուրիի անդամներ, կազմակերպիչներ եւ մասնակիցներ։ Մենք կանաչ սերունդ թիմն ենք եւ շատ ուրախ ենք մասնակցել էներգետիկ խաղեր 2026 մրցույթին։ Մեզ համար մեծ պատիվ է այսօր մասնակցել եւ ներկայացնել մեր գիտելիքները, գաղափարները եւ հետաքրքրությունը շրջակա միջավայրի պահպանության եւ էներգետիկայի ոլորտներում։ Մենք հավատում ենք, որ երիտասարդ սերունդը կարևոր նշանակություն ունի ավելի մաքուր, կայուն եւ անվտանգ ապագա կառուցելու գործում։ Այդ իսկ պատճառով էլ ընտրել ենք կանաչ սերունդ անվանումը, որը խորհրդանշում է մեր հոգատարությունը շրջակա միջավայրի հետ կապված, ինչպես նաև մեր պատասխանատվությունը վաղվա օրվա նկատմամբ։
Շնորհակալ ենք նման հնարավորության համար, մյուս թիմերին մաղթում ենք հաջողություն եւ այժմ անցնենք մեր ներկայացմանը։ Մենք ներկայացնում ենք Վանաձորի Ազատ Խղատյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցը, թերթեք։ Մեր մասնակիցներն են Պողոսյան Ալլա, Ասատրյան Լյովա, Մարգարյան Սոֆի, Վիրաբյան Էլա, Մարդանյան Էլեն եւ ղեկավարը Տաթևիկ Աբոյան։ Աուդիտը իրականացրել ենք մեր դպրոցում։ Մեր դպրոցը գտնվում է Վանաձոր քաղաքում Երևանյան խճուղու 151 հասցեում։ Դպրոցը կառուցվել է 1930 թվականին եւ հիմնանորոգվել 2014-ից 2019 թվականներին։ Դպրոցի ընդհանուր մակերեսը կազմում է 6080 քառակուսի մետր, իսկ ուսումնական մակերեսը 1084 քառակուսի մետր։ Շենքն ունի 2 հարկ եւ նախատեսված է 800 աշակերտի համար։ Հիմնանորոգման արդյունքում բարելավել են ուսումնական պայմանները, որը նպաստել է կրթության որակի բարձրացմանը։ Դպրոցի էներգիայի սպառման տվյալները, դիտարկումներ եւ հիմնական հաշվարկներ ուսումնասիրության արդյունքում գնահատվել են դպրոցի էներգիայի եւ բնական գազի տարեկան սպառման ցուցանիշները։ Տվյալների համաձայն տարեկան էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառումը կազմել է 37711 կիլովատժամ, իսկ բնական գազի սպառումը 41688 մետր խորանարդ։ Հաշվարկվել են նաեւ շենքի մակերեսին վերաբերող հատուկ ցուցանիշներ։ Էլեկտրաէներգիայի տեսակարար սպառումը 6.2 կիլովատժամ մետր քառակուսի, բնական գազի տեսակարար սպառումը 6.856 մետր խորանարդ մետր քառակուսի, էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը 284.8 դրամ մետր քառակուսի եւ գազի տարեկան ծախսը 956.7 դրամ մետր քառակուսի։ Հայտնաբերված խնդիրներ, դպրոցի շենքային պայմանների բարելավումը ոչ միայն անհրաժեշտություն է հարմարավետ ուսումնական գործընթացի համար, այլև էներգոարդյունավետության եւ ծախսերի օպտիմալացման կարևորագույն գրավականն է։ Ջերմային կորուստները դպրոցում կրիտիկական են, ինչը հանգեցնում են ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքի եւ աշակերտների համար ոչ բարենպաստ պայմանների։ Արկա խնդիրներն են պատուհանների օդի ներթափանցումը, դռների ստորին հատվածի մեծ բացվածքները, ջեռուցման մարտկոցների անբավարար քանակությունը եւ մեր առաջարկվող լուծումներն են ջեռուցման արդիականացնում, անցկացնել դասասենյակների ջերմատեխնիկական հաշվարկ, անսենյակները, որտեղ ջերմաստիճանը չի համապատասխանում ստանդարտներին, ավելացնել ջեռուցման մարտկոցների հատվածների քանակը կամ էլ տեղադրել ավելի հզոր մարտկոցներ։ Թերմոստատների տեղադրում, յուրաքանչյուր մարտկոցի վրա փականների տեղադրում, որպեսզի ջերմաստիճանը կարողանան կարգավորել եւ էներգիան խնայենք։ Այժմ նայենք հաջորդ խնդիրը, տանիքների վերանորոգում, անձրևաջրերի ներթափանցումը տարածք, ամբողջականություն շատ մեծ վնաս է եւ նպաստում է խոնավության եւ բորբոսի պատերի քայքայմանը։ Խնդիրը վնասված զագարներն են ջրահեռացման համակարգի հետ կապված եւ առաջարկվող լուծումները տեխնիկական ստուգում, անմիջապես իրականացնել ջրահեռացման համակարգի ստուգում եւ ամբողջական ախտորոշում տալ եւ փոխարինում իրականացնել վնասված ձագարների եւ ջրահեռացման խողովակների փոխարեն տեղադրել ավելի նոր կորոզիակայուն համակարգեր, խորհուրդ է տրվում նաև տեղադրել հատուկ ցանցեր, որպեսզի խուսափենք տերևների եւ աղբերի խցանումներից։ Հաջորդը լուսավորության արդիականացումն է։ Լյումինեսցենտային լամպերը արդեն հնացած են եւ պարունակում են սնդիկ եւ սպառում են մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա։ Խնդիրը էներգավոճ արդյունավետ լուսավորությունն է։ Մեր կողմից առաջարկվող լուծումը LED լամպերի անցումն է LED համակարգի։ Նախ ամբողջությամբ փոխարինել լյումինեսցենտային լամպերը ժամանակակից LED վահանակներով։ Այն ունի մի շարք առավելություններ։ Նախ էլեկտրաէներգիայի խնայողություն, կրճատում է ծախսը 50-ից 60%-ով։ LED լամպերը ծառայում են մի քանի անգամ ավելի երկար եւ ինքն էլ կրճատում է սպասարկման ծախսերը եւ իհարկե առողջական անվտանգությունը LED լամպերը չեն պարունակում վտանգավոր նյութեր։ Ակնկալվող արդյունքները եւ հնարավոր խնայողությունը, դասասենյակներում ավելի հարմարավետ եւ կայուն ջերմաստիճան, ջերմային կորուստների զգալի նվազում, ջեռուցման համակարգի արդյունավետ աշխատանքի բարձրացում, լուսավորության որակի բարելավում, էլեկտրաէներգիայի սպառման կրճատում 50-ից 60% LED լուսավորության շնորհիվ։
շենքերի պահպանման եւ վերանորոգման ծախսերի նվազում, տանիքի խոնավացման եւ բորբոսի առաջացման ռիսկերի նվազում, դպրոցի ընդհանուր էներգարդյունավետության բարձրացում, ավելի անվտանգ եւ առողջ ուսումնական միջավայր աշակերտների եւ ուսուցիչների համար եւ տարեկան էներգետիկ ծախսերի զգալի խնայողություն եւ բյուջետային միջոցների ավելի արդյունավետ օգտագործում։ Այժմ անդրադառնանք ըստ մեր տվյալների բյուջետային սցենարներին եւ դիտարկենք առաջնահերթությունները։ Եթե արկա է 100,000 դրամ, ապա մեզ համար առաջնահերթ միջոցառում է դռների եւ պատուհանների բացվածքների մեկուսացումը, իսկ ինչու, քանի որ պահանջում է համեմատաբար փոքր ծախսեր, միանգամից նվազում են ջերմային կորուստները, բարելավում են դասասենյակների ջերմային պայմանները եւ օգնում են խնայել ջեռուցման ծախսերը։ Այժմ եթե արկա է 1 միլիոն ՀՀ դրամ։ Առաջնահերթ միջոցառում ենք համարել լուսավորության տեղադրումը դասասենյակներում եւ ջեռուցման համակարգերի մասնակի արդիականացումը, մարտկոցների ավելացում կամ վերանորոգում։ Ինչու ենք սա առաջնահերթ համարել։ Քանի որ նվազեցնում է էլեկտրաէներգիայի սպառումը, բարձրացնում է լուսավորության որակը, ապահովում է ավելի հարմարավետ ջերմաստիճան դասասենյակներում, ստեղծում է երկարաժամկետ խնայողություններ, բարելավում է դասասենյակների ջերմային պայմանները եւ օգնում է խնայել ջեռուցման ծախսերը։ Իսկ եթե արկա է 10 միլիոն դրամ, մեր կողմից առաջարկվող առաջնահերթ միջոցառումներն են նախ դպրոցի ամբողջ լուսավորության փոխարինումը LED համակարգով, այնուհետև ջեռուցման համակարգի ամբողջական արդիականացումը, տանիքի ջրահեռացման համակարգի վերանորոգում եւ վնասված տարրերի փոխարինում եւ պատուհանների ու դռների ջերմամեկուսացման բարելավում։ Այժմ ներկայացնեմ թե ինչու։ Նախ համակողմանիորեն կբարձրացվի դպրոցի էներգոարդյունավետությունը, կնվազեն ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի ծախսերը, կկանխվեն խոնավության եւ շենքի վնասման խնդիրները եւ կստեղծվեն հարմարավետ եւ անվտանգ պայմաններ ուսումնական գործընթացի համար։ Կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դպրոցի շենքում առկա են ջերմամեկուսացման, ջեռուցման, տանիքի եւ լուսավորության հետ կապված խնդիրներ, որոնք ազդում են ոչ միայն ուսումնական հաստատության հարմարավետության, այլ նաեւ էներգիայի արդյունավետ օգտագործման վրա։ Առաջացած միջոցառումների իրականացումը կնպաստի էներգիայի սպառման նվազեցմանը, ֆինանսական խնայողությունների ապահովմանը, շենքի տեխնիկական վիճակի բարելավմանը։ Նույնիսկ փոքր ներդրումների դեպքում հնարավոր է ստանալ դրական արդյունքներ, իսկ համալիր վերանորոգման դեպքում դպրոցը կդառնա ավելի անվտանգ, հարմարավետ եւ էներգոարդյունավետ ուսումնական հաստատություն։ Ձեզ մոտ 1 րոպե մնացել։ Ավարտեք։ Ավարտենք, եթե հետո կարանք ներկայացնենք, հա։ Բացատրում եք ինչու, բայց ինչքան ամի քիչ էր ոնց որ ինչքան թվեր ոնց։ Մենք ընդհանրապես հաշվարկներ։ Հա, մեր դպրոցը շատ մեծ է, ունի 7 մասնաշենք ու չկարողացանք ամբողջ մանրամասն անդրադառնալ, բայց ընդհանուր ներկայացրել ենք հաշվարկները։ Շատ բարդ հարց տամ ձեզ, այդ սկզբից որ նկարագրում եք այսքան կիլովատ-ժամ էլեկտրոէներգիա եւ այսքան խորանարդմետր գազ։ Կարելի է արդյոք խորանարդմետր գազը վերածել կիլովատ-ժամի, որպեսզի համեմատական լինի էլեկտրոէներգիային, էներգիայի միավորի կարելի է վերածել բնական գազը, թե չի կարելի։ Եվ վերացնել ինչպես կարելի է բնական գազի քանակությունը վերահաշվարկել կիլովատ-ժամով, կարելի է։ Բարդ հարց եմ տալիս, հա։ 9-րդ դասարան հաշվի 9-րդ դասարան։ Դե ուղղակի եթե կարելի է ներդրումների մասը, հա, 10 միլիոնի։ Ուժեղ թիման դրա համար այդ հարցը տալիս եմ։ Տեսեք, 10 միլիոն դրամ ունենալու դեպքում նշել եք դպրոցի ամբողջ լուսավորության փոխարինում LED համակարգով, խոսքը մի մասնաշենքի մասին էր։ Մենք որոշել ենք մեր 7 մասնաշենքներ, 7 մասնաշենքներ, հա, մեր կատարած հաշվարկը։ Ուզում եք հարցս ավարտեմ, հետո պատասխանեք, հա։ Եթե այս թվարկված բոլոր գործողությունները վերաբերվում են 7 մասնաշենքերին, վստահաբար կարծում եմ, որ պետք է ունենաք հաշվառած բոլոր այդ 7 մասնաշենքերի լուսատուների քանակը, ջեռուցման համակարգի ամբողջական արդիականացում 10 միլիոն դրամով ես ուղղակի չեմ պատկերացնում։ Այո, մենք հաշվարկել ենք, ասեք մենք հետ կիրառենք։
ունենք 2040 լյումինեսցենտային հարվածուն LED եւ 1018 վոլտ 1000 հատ լապտեր 1000 հատ լամպ 18 վոլտանոց եւ 1040 հատ 36 վոլտանոց Փոխարինվող լամպերի քանակը կասեք։ Որոշել ենք այդ 2040-ը, այսինքն մեր 36 վատանոց փոխարինենք 12 վատանոց LED լամպերով եւ 18 վատանոց մեր 1000 լամպերը փոխարինենք 9 վատանոց LED լամպերով։ Եթե ունեք թվային արժեքների վերացած հաշվարկներ, Ահա, մեր աշխատանքային գրքուկում շատ լավ։ Եթե կա, բացենք, եթե հաշվարկներ կա, հաշվարկը ուզում եք դեպի տամ, sense նայեք, սևագիրա, բայց հիմա կհասկանաք։ Մի հարցել, դուք անընդհատ խոսում եք տանիքի վերանորոգմանից, տանիքի ջերմամեկուսացում կա, չկա եւ նախատեսվում է իրականացնել նաեւ տանիքի ջերմամեկուսացում։ Չէ, ասիկ որ վերանորոգվել է 2019 թվականին, 2014-ից 19 Ահա, ու ջերմամեկուսացված է արդյոք տանիքը, թե ոչ, եթե ոչ ունեք։ Ոչ, ջերմամեկուսացված չէ եւ դա էլ է մեր առաջնահերթ խնդիրներից, որպեսզի այդ խնդիրները Ստեղծել ենք ջրի հաշվիչ, որտեղ ամեն օր ծորակը բացելու ժամանակը ստրոպեների գրում ենք եւ այնտեղ բերում է օրական ծախսերը եւ տարեկան ծախսերը, ինչքան կխնայենք։ Նաեւ ունենք դիագրամ, որտեղ ներկայացնում են թե օրական ջրի ծախսերը կենցաղում, ինչի վրա են ավելի շատ ծախսվում։ Օգտագործել ենք հետեւյալ գիտական տվյալները, մի քիչ ներքև իջեք։ Վերև բարձրացի։ Սոֆի։ Ներքև իջի։ Մի քիչ է։ Ներքև։ Էլի։ Օգտագործել ենք հետևյալ տվյալներ, ծորագիծը անընդհատ կաթում է 24 լիտր օրական, 720 լիտր ամսական, բարակ չի թոֆոսում, նաև այլ պատճառներ ենք քննարկել, նաև լոգանքի ցնցողի տարբերությունը, թե ինչքան ջուր կխնայենք, ատամ լվանալու ժամանակ, եթե ջուրը փակենք անընդհատ, հաջորդ հաշվիչը բացեք։ Ստեղծել ենք աստղացու գազի հաշվիչ, Հայաստանի համար օգտագործել ենք հետևյալ գիտական տվյալները, 1 կիլովատ ժամը Հայաստանում արտանետում է մոտ 250 գրամ CO2, 1 հասուն ծառը օրական կլանում է մոտ 60 գրամ CO2, 160 զորությամբ լամպը 10 ժամում սպառում է 1 կիլովատ ժամ, վերևում մուտքագրում ենք էլեկտրաէներգիայի սպառումը կիլովատ ժամերով, օրինակ 15, արտանետված CO2-ի քանակը 3750 գրամ եւ անհրաժեշտ հասուն ծառերի քանակը 62 ծառ, որպեսզի կլանի այդքան CO2-ը։ Շնորհակալություն։ Մնաց վերջին խումբը Նախ կցանկանանք շնորհակալություն մաղթել, որ մեզ այսպիսի հնարավորություն եք ընձեռնել եւ այս փորձը մեզ համար շատ ուսուցողական էր։ Մենք ներկայացնում ենք Էլեկտրա թիմը։ Մենք ուսումնասիրել ենք Վանաձորի համար 24 մանկապարտեզը որպես էներգասպառող հանրային շենք, տիպային մանկապարտեզի շենք, քարի կառույց։ Մեր նպատակն է բացահայտել խնդիրները եւ տալով լուծումներ այդ խնդիրներին շենքը դարձնել էկոլոգիապես ավելի կայուն եւ էներգախնայող։ Օբյեկտի դերը եւ նշանակությունը բնականաբար մանկապարտեզի դերը երեխաներին նախապատրաստելն էր դպրոցին, տալով բազային գիտելիքներ եւ հաղորդակցման հմտություններին ծանոթացնել նրանց։ Օգտվողների թիվը օգտվում է 116 երեխա, անձնակազմի թիվը 21-ից 23 աշխատող։ Օբյեկտի օգտագործման հիմնական աշխատանքային ռեժիմը աշխատում է շաբաթական 5 օր, 8:30-ից 5:30։ Շահառուների քանակը նշեցինք եւ կառուցվել է 1963 թվականին։ Ընդհանուր մակերեսը նաև նշեմ, որ մանկապարտեզի մակերեսը ընդգրկելով նաև բակը կազմում է 800.4 մետր քառակուսի եւ իսկ ընդհանուր առմամբ ջեռուցում է 162.33 մետր քառակուսին։ Մենք նաև նշել ենք այլ կառուցվածքային ստորաբաժանումների մակերեսները։
Մենք ուսումնասիրել ենք թիվ 24 մանկապարտեզը որպես հանրային շենք, որտեղ էներգիայի սպառումը ուղղակիորեն կապված է երեխաների ջերմային հարմարավետության հետ։ Շենքը ջեռուցվում է կենտրոնացված կաթսայատան միջոցով եւ ներսում միջին ջերմաստիճանը ձմռանը կազմում է մոտ 20-ից 21 աստիճան Ցելսիուս։ Թեև ջերմաստիճանը բավարար է, սակայն մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այն պահպանվում է ոչ թե արդյունավետ տեխնոլոգիաների, այլ բարձր էներգետիկ ծախսերի հաշվին։ Ներկա վիճակը մանկապարտեզը ունի 5 սովետական տիպի պատեր, որոնք ունեն բավարար ջերմամեկուսացում։ Ջեռուցման համակարգը կենտրոնացված է եւ աշխատում է ամբողջ շենքի համար միաժամանակ։ Բոյլերները եւ կաթսայատունը ապահովում են տաք ջուր եւ ջերմություն, սակայն համակարգի արդյունավետությունը ցածր է։ Հիմնական խնդիրները ջերմային կորուստներ շենքի պատերի միջոցով։ 5 սովետական պատերը չունեն ջերմամեկուսացում, ինչի հետևանքով ջերմությունը արագ դուրս է գալիս շենքից, սա ստիպում է ջեռուցման համակարգին աշխատել ավելի ծանրաբեռնվածությամբ։ Արդյունավետ կաթսայատուն է, 5 կաթսան ունի ցածր ՕԳԳ եւ մեծ գազի սպառում։ Նույն ջերմաստիճանը պահպանելու համար պահանջվում է ավելի շատ էներգիա, քան ժամանակակից համակարգերում։ Ջերմության չկառավարվող բաշխում ջեռուցումը իրականացվում է միաժամանակ բոլոր տարածքներում, բացի խոհանոցից եւ պահեստից, առանց գոտիական կառավարման, ինչը հանգեցնում է էներգիայի ոչ օպտիմալ օգտագործման եւ հաջորդ խնդիրը ջերմաստիճանի կարգավորման սահմանափակումն է։ Չկան բավարար ավտոմատ համակարգեր, որոնք կկարգավորեն ջերմաստիճանը։ Լուծումները կաթսայատան արդիականացում առաջարկում է փոխարինել 5 կաթսան կոնդենսացիոն տիպի համակարգով, օրինակ բաքսի, որը ապահովում է ավելի բարձր արդյունավետություն մինչև 90-ից 95%։ Հաջորդը թերմոստատների եւ գոտիական կառավարման ներդրումը յուրաքանչյուր գոտու համար ջերմաստիճանի առանցին կարգավորում թույլ կտա խուսափել ավելորդ տաքացումից եւ էներգիայի վատնումից։ Մանկապարտեզում ներկայումս ապահովում է նորմալ ջերմաստիճան, սակայն դա ձեռք է բերվում էներգիայի ոչ արդյունավետ օգտագործման հաշվին։ Առաջարկված միջոցառումների իրականացումը թույլ կտա պահպանել նույն հարմարավետ պայմանները, միաժամանակ նվազեցնելով էներգիայի սպառումը, գազի ծախսերը եւ CO2 արտանետումները։ Այս նկարում պատկերված է 2025 թվականի էներգիայի ծախսը եռամսյակային կտրվածքով եւ 2026 թվականի էներգիայի ծախսը, որը կազմել է 0 դրամ, որովհետեւ տեղադրվել են արևային պանելներ։ Հիմա կխոսենք մանկապարտեզում լուսավորության եւ էներգասպառման մասին։ Մանկապարտեզի տարածքի լուսավորությունը հիմնականում ապահովում են LED լամպերը եւ սովորական շիկացման լամպերը, որոնք առանձնանում են LED լամպերն առանձնանում են երկար ծառայելու ժամկետով, արդյունավետությամբ եւ գիտենք էներգախնայողությամբ։ Միաժամանակ սանհանգույցներում եւ որոշ առանձին սենյակներում դեռևս օգտագործվում են սովորական շիկացման լամպեր, սակայն տվյալ մանկապարտեզի համար լուսավորության էներգախնայողության հարցն առանձնապես առաջնահերթ նշանակություն չունի ֆինանսապես, քանի որ 2025 թվականի հունվարին իրականացված վերանորոգման աշխատանքների շրջանակներում նշեցինք տեղադրվել են արդեն արևային պանելներ եւ մանկապարտեզը լուսավորության ապահովման համար այլևս ֆինանսական ծախսեր չի կրում։ Չնայած տարածքի մեծ մասում լուսավորությունն ապահովում է լամպերով, ինչպես նշեցի, որոշ սենյակներում եւ սանհանգույցներում առկա են լուսավորության հետ կապված լուրջ խնդիրներ։ Պատուհանների սակավ քանակի կամ դրանց բացակայության պատճառով բնական լուսավորությունը բավարար մակարդակով չի ապահովում, ինչի հետևանքով որոշ հատվածներ եւ պատեր մնում են թերի լուսավորված։ Բացի այդ, որոշ լամպերի մաշված կամ ոչ բավարար տեխնիկական վիճակը եւս բացասաբար է անդրադառնում լուսավորության որակի վրա, նվազեցնելով լուսային հոսքի արդյունավետությունը եւ ստեղծելով ոչ բավարար լուսավորված միջավայր։ Այդ պատճառով նպատակահարմար է իրականացնել լուսատուների տեխնիկական վիճակի գնահատում եւ անհրաժեշտության դեպքում դրանց փոխարինում կամ արդիականացում, ապահովելով մանկապարտեզի բոլոր տարածքների համար բավարար եւ ամենակարևոր բաներից մեկը անվտանգ լուսավորություն։ Հիմա խոսենք բնական գազի սպառման մասին, ինչը վերաբերվում է բնական գազի սպառմանը, ապա տարեկան ծախսը կազմել է շուրջ 1.997.277 դրամ։ Ամսական միջին հաշվարկով հետևաբար բնական գազի սպառման ծախսը կազմում է մոտ 166.440 դրամ։ Այս ցուցանիշները հնարավորություն են տալիս գնահատելու հաստատության էներգետիկ ծախսերի կառուցվածքը եւ դրանց բաշխվածությունը տարվա ընթացքում։ Մանկապարտեզների շենքային պայմանների զունցան հաշվետվությունը զունցան ընթացքում Իմ տպավորությունն է, որ փուլերը խառնել եք իրար ցած հետո առաջ են լինում, թե այդպես Չէ, ճիշտ ասած, որ ժամանակը քիչ է տրամադրված, ուզում ենք առաջնահերթ խնդիրները մի հատ ներկայացնենք, այն որ առաջ անցա դա 100,000, 1 միլիոն ու 10 միլիոն դրամները ոնց են բաշխել դրա է։ Զունցան ընթացքում արձանագրվել են ինչպես դրական կողմեր, այնպես էլ բարելավ մանյենթական խնդիրներ։ Շենքի բոլոր պատուհանները փոխարինվել են երկշերտ պատուհաններով, որոնք ապահովում են բնական լուսավորությունը, ինչպես նաև նպաստում են ջերմության պահպանմանը,
եւ ջեռուցման ընթացքում էներգիայի կորստի նվազեցմանը։ Ընտանիքը գտնվում է բավարար վիճակում, արկա է ջրամեկուսացում, ինչպես նաեւ Ձեռնահարկ 2025 թվականին տեղադրվել են արևային վահանակներ, որոնք նպաստում են էլեկտրաէներգիայի ծախսերի նվազեցմանը, ինչպես նաև էներգիա արդյունավետության բարձրացմանը։ Մենք երբ ուսումնասիրել ենք մանկապարտեզը, տեսել ենք, որ ներսի դռները գտնվում են վատ վիճակում, դռները հին փայտյա դռներ են, որոնց որոշ հատվածներ վնասված են, ինչպես նաև նրանց բռնակները կոտրված են, որ երեխաների համար շատ վտանգավոր են, եւ այդ դռների վնասված լինելու պատճառով նրանք ջերմային կորուստ է իրականացվում եւ ավելի վատ վիճակով գտնվում են պատերը, որոնք հատկապես սանհանգույցների պատերն են վատ վիճակում գտնվում, այնտեղ կային ճեղքեր, բորբոս, ինչպես նաեւ խոնավության արկայություն, որը խոնավության կուտակման պատճառով է տեղի ունեցել, ինչպես նաեւ օդափոխանակության համակարգի բացակայության պատճառով է տեղի ունեցել, որը երեխաների համար շատ վտանգավոր է, ինչպես նրանց հարմարավետության համար է վտանգավոր, այնպես էլ նրանց առողջական համակարգի, շնչառական համակարգի համար խիստ հիվանդություններ կարող է առաջացնել տվյալ բորբոսը, այդ պատճառով մենք որոշել ենք, որ տվյալ մանկապարտեզի 24-րդ մանկապարտեզի դռները պետք է վերանորոգենք կամ փոխարինենք նոր դռներով, ինչպես նաև պետք է տեղադրենք օդափոխանակության համակարգեր եւ այդ բորբոսված պատերը, այդ փչացած պատերը պետք է վերանորոգենք եւ խոնավությունն էլ պետք է վերացնենք խոնավության պատճառները, իսկ ջերմամեկուսացման այդ համակարգը պետք է շարունակվի, որպեսզի երեխաները կարողանան ավելի արդյունավետ միջավայրում գնալ մանկապարտեզ։ Մենք անդրադարձել ենք նաև կառույցում արկա բոլոր սարքավորումներին, արկա են սառնարան, 2 հատ մսաղաց, որը գնվել է վերջին օրերին, գազօջախ, փոշեկուլ, համակարգիչ, պրինտեր, լվացարան, սպասք լվացող մեքենա եւ միկրոալիքային վառարան։ Չնայած այս բոլոր սարքավորումների արկայության, մեր դիտարկումներից պարզ դարձավ, որ այս բոլոր սարքավորումները օգտագործվել են տարիներ շարունակ, գտնվում են հին վիճակում եւ դարձել են արդեն անարդյունավետ եւ խոսակցություն ունենալով կառույցի տնօրենի, ինչպես նաեւ աշխատակազմի հետ մենք հասկացանք, որ նրանք կարիք ունեն նոր լվացքի մեքենայի, բլենդերի, հարիչի, նոր սարքին համակարգիչի, էլեկտրոնային գազօջախի, նոր փոշեկուլների, ավելի հզոր եւ մեծ սառնարանի, հյութաքամիչի եւ շատ նման այլ սարքերի մեջ, որոնք կնպաստեին երեխաների բարեկեցիկ շրջակա միջավայրին եւ առողջ սննդին, ինչպես նաեւ ուսումնասիրելով խոհանոցը, մենք ականատես եղանք նաեւ սննդի պահեստի վիճակին, ինչպես նշեց Ռոզին, այդ շենքի ամբողջ տարածքում արկա է բավականին մեծ խոնավություն եւ այդ խոնավությունը հատկապես արտահայտված էր պահեստում, այն շատ խոնավ էր, արդեն խոնավության հոտը զգացվում էր եւ շատ սնունդ ուղղակի փչանում էր եւ 100,000 Կա ժամանակ 20 վայրկյան ժամանակ կա եւ եթե ժյուրին թույլ տա իր հաշվին կարող է ավարտել։ Ներկայացնենք, եթե բյուջեն կազմում է 100,000 դրամ, առաջինը թերմոստատների տեղադրում եւ ջեռուցման համակարգերի կարգավորում մինչեւ 40-ից 50,000 դրամը, առաջինը դա կնվազեցնի ավելորդ ջեռուցումը եւ երկրորդը կբարելավի ջերմաստիճանի վերահսկումը, հաջորդը խողովակների ջերմամեկուսացում մինչեւ 20,000-ից 30,000 դրամ, առաջինը կնվազեցնի ջերմային կորուստները եւ համեմատաբար էժան եւ արդյունավետ միջոցառում է եւ երրորդը մշակված լամպերի փոխարինում լեդերի մինչեւ 20,000-ից 30,000-ը կբարելավի լուսավորությունը եւ երկրորդը կնվազեցնի էլեկտրաէներգիայի սպառումը։ 1 միլիոն դրամ բյուջեի դեպքում ջեռուցման համակարգի արդիականացում եւ ավտոմատ կառավարում մոտավորապես 400,000-ից 500,000 դրամ, թերմոստատների տեղադրում գոտիական կարգավորման ներդրում, համակարգի հիդրավլիկ հավասարակշռում, երկրորդը խողովակների եւ ջեռուցման հանգույցների ջերմամեկուսացում 100,000-ից 200,000 դրամ, ջերմային կորուստների կրճատում, համակարգի արդյունավետ բարձրացում, երրորդը պատուհանների եւ դռների ջերմամեկուսացման բարելավում 200,000-ից 300,000 դրամ, ճեղքերի փակում, կնքիչների փոխարինում, ջերմության արտահոսքի նվազեցում եւ չորրորդը լուսավորության համակարգի ամբողջական արդիականացում մոտավորապես 100,000 դրամ, մնացած սովորական լամպերի փոխարինում լեդերով անբավարար լուսավորված տարածքների բարելավում։ Եվ եթե բյուջեն մեր կազմեր 10,000 դրամ, առաջին միջոցառումը ջեռուցման ամբողջական համակարգի արդիականացում իր մեջ կներառի
իր մեջ կներառի հին կաթսայի փոխարինում բարձր արդյունավետությամբ կոնդենսատիոն համակարգով, օրինակ բաքսի կամ համարժեք ինչ-որ տեսակով, ավտոմատ կառավարման համակարգ, այսինքն սենսորների եւ թերմոստատների տեղադրում եւ գոտիական ջեռուցման ներդրում, որը կկազմի 4 միլիոնից մինչեւ 5 միլիոն, շենքի ջերմամեկուսացում, արտաքին պատերի ջերմամեկուսացում, ջերմային կամուրջների նվազեցում եւ ներքին ջերմային կորուստների կրճատում, որը կկազմի 2.5 միլիոնից մինչև 3 միլիոն ՀՀ դրամ, դռների փոխարինում բարձր արդյունավետությամբ երկշերտ կամ եռաշերտ ապակեպատում, օդի արտահոսքի նվազեցում, որը կկազմի 1 միլիոնից մինչև 1.5 միլիոն եւ ջեռուցման խողովակների եւ համակարգի օպտիմալացում, որն իր մեջ կներառի խողովակների ջերմամեկուսացում եւ հիդրավլիկ հավասարակշռում 500,000 դրամ եւ լուսավորության ամբողջական արդիականացում, LED համակարգի ամբողջական փոխարինում եւ անհրաժեշտ սենյակների լրացուցիչ լուսավորություն, որն իր մեջ կներառի 300,000-ից մինչև 500,000 ՀՀ դրամ։ Շուտին կարող է երկու հարց տալ կարծում եմ, բայց զգուշացնեմ, որ 2 րոպե է մնացել։ Ապրեք երեխեք ջան, մի հատ ինձ բարդ հարցեր եմ տալ երկու հատ, որ ասում եք սովետական պատեր, դա ավելի լավ չէր նկարագրել տեխնիկական տեսանկյունից, ինչպիսի պատեր են եւ ինչքան այդ պատերի R արժեքը կամ U արժեքը, կարաք պատասխանեք այդ հարցին։ Ինչպիսի պատեր են դրանք սովետական կոչեցյալները, քարից են, պանելից են, ինչից են։ Քարից պատեր են դրանք, սովետական կարծում եմ ավելի լավ է նկարագրվում դրանց հին ու վատ վիճակում լինելը, հին վիճակում արտաքին տեսքից իհարկե, բայց միանշանակ ավելի ամուր քարից պատեր են դրանք, իսկ U եւ R-ի հարցով կարծում եմ դուք ավելի լավ կպատասխանեք եւ մենք մեծ հաճույքով կլսենք ձեզ։ Ջեռուցման համակարգի ուրեմն հիդրավլիկ հավասարակշռումը դուք գիտեք ինչ է նշանակում, հա? Բալանսիրովի կլապանների դե։ Մի հատ ջեռուցման կաթսան կբացեք այն նկարի վրա։ Դուք ամեն ինչ պատմեցիք, բայց ջեռուցման կաթսա ունեք նկարած այդտեղ, շատ նկարներ եք դե զուգարանակոնք եւ այլն։ Այն ինչ է։ Դա ջեռուցման կաթսա է, հա։ Բոլերը, ջրի տաքացման համար նախատեսված։ Ջրի տաքացման։ Բոլերը, հա։ Տաք ջրամատակարարման։ Կաթսան մենք չենք լուսանկարել, որովհետեւ առանձին ինչ-որ կաթսայատուն ունեին, որ շինությունից դուրս էր, երեխան անվտանգությունից ելնելով, մենք նաև տեղեկացանք, որ այդ կաթսայատան համար նրանք հատուկ հաստիքով աշխատողներ ունեն, 3 մասնագետ, որ գիշեր-ցերեկ հերթափոխությամբ Կաթսայատունը շինությունից դուրս է։ Հա։ Դրա համար եք ջերմամեկուսացում խողովակների նախատեսել, հա։ Իսկ սա տաք ջրի համար է, հա։ Հա։ Լավ, մեկ էլ հավասարակշռումը, եթե կարող եք երկու բառով ասեք, դա նշանակում է բալանսիրուющий կլապաններ են տեղադրում, բալանսավորում, համակարգի բալանսավորում։ Մի քիչ շատ բարդ հարցեր տվեցի ձեզ, բայց եթե կարաք ասեք, եթե չէ, ավելի շուտ ես կպատասխանեմ, էլի ոնց որ դուք խորհուրդ տվեցիք։ Դուք պատասխանեք, եթե կարելի է։ Մեկ էլ հաշվարկների հետ կապված մենք ճիշտ ասած ձեր կողմից բաներ ենք ստացել։ Ըստ աշխատանքային տետրը ու հաշվարկներ ու այդ բաները ներսում են գրված ամբողջը։ Ունեք տվել եք դրամանտի։ Ձեզ են Ժողովուրդ, հիմա այս պահի դրությամբ իրականացնում ենք արդյունքների թվայնացում, միջինները հաշվում ենք ըստ չափորոշիչների եւ ձեզ կտեղեկացնենք, կհայտնենք հաղթողին շատ շուտով 15-20 րոպե գուցե տևի այդ գնահատման process-ը, որտեղ ինքը ներառում է թվային հատվածը, թվայնացում, մեկ է մատյանների դիտարկումը արագ այդ տվյալների վերաբերյալ մուտքագրված։ Կխնդրեմ ձեզ 20 րոպե եւս սպասել, հետո մենք կտեսնենք արդյունքները, գումարային կհաշվենք եւ կհայտարարենք հաղթողին, ով կտանի հեծանիվները եւ պլանշետը։